Եթե դուք հիշում եք իմ բոլոր հարցազրույցները, ես ասել եմ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները եւ ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ ինքը այսօր արեց, մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես այդքա բան եմ ասել, քանի որ ես վստահ եմ եղել, իրոք անկեղծ վստահ եմ եղել մեր հաղթանակի մեջ, մեր բացարձակ հաղթանակի մեջ։ Վերագնահատել եք թշնամուն։ Հիմա կարող ենք ամեն ինչ ասել, ամեն ձև բնութագրել, բայց մենք դրա համար արել ենք ամեն ինչ։ Մենք մեր հարցումներով տեսել ենք դա։ Ես ընդհանուր բառեր ոչ մի անգամ չեմ օգտագործել եւ ընդհանրապես չեմ օգտագործում։ Մենք տեսել ենք այդ հաղթանակը, վատագույն դեպքում երկու ուժի հաղթանակը մենք տեսել ենք։ Բայց հաղթանակը գողացան, նորից եմ ասում, խախտումներով, 3 փուլով նրանք ապօրինություններ արեցին։ Նախընտրական փուլում, ու չեմ ուզում կրկնվեմ, բացատրեցի, արեցին ապօրինություններ։ Հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ։ Հասկանում եք, մենք գործ ունենք բոլոր դեպքերում պետության հետ։ Մենք ոչ մի բան չարած ապօրինություն։ Մեր թիմակիցները, նորից եմ ասում, կալանավայրերում են, հաջուրներով։ Եթե մենք թույլ տային գոնե մեկ ապօրինություն, դուք վստահ եղեք, ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում։ Ոչ մի բան չի կատարվել։ Մենք տեսել ենք Վրաստանում 3 ամիս 200,000 մարդ լցված փողոցները միջազգային բոլոր կառույցներու Եվրոպական միության բացարձակ աջակցության ոչ մի բան չկարողացան փոխեին։ Եթե մենք հիմա սկսենք փոքր միջոցառենք, ամեն օր դուք տեսնում եք, խնդիր չունենք։ Մենք աջակիցներ ունենք բոլոր դեպքերում։ Դուք տեսաք 340,000, չնայած դրանք հաստատ ավելի շատ էին, բայց ինչը որ ցույց տվեցին 340,000 մեր աջակիցները ունենք։ Ունեն իրենց աջակիցները Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, վերջը հանեցին չհանեցին կապ չունի, 60,000 մարդ ընտրել է Բարգավաճ Հայաստանի օգտին։ Այսինքն այդ ուժը կա, այդ ուժը պետք է գեներացնել ճիշտ ժամանակին։ Եթե մենք հիմա փոքր, ձեր ասած, այսօր ենք հանում, ինչքան 10-20,000 մարդ, հանում ենք 30,000 մարդ, այն որ ասում են պառը թողում ենք, պառը, լիցքա թափում ենք ամեն ինչը, հետագայում անհնար է լինելու հասնել հաջողության։ Միգուցե այ հիմա մենք ունենք այդ պլան B-ն, որի մասին դուք ասում եք, դրա համար հիմա կշարժվենք պլան B-ով, կհամախմբենք ընդդիմությանը, ես ասեցի քայլերը, որ մենք անելու ենք իմ հայտարարության մեջ, բոլոր այդ քայլերը մենք անելու ենք, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց եւ հասնենք հաջողության։ Միայն հարցազրույց տալով ոչ մի հարց չի լուծվում։ Նենց մտքի գիգանտներ կան, որ նենց մտքեր են արտահայտում, կասես էսա, այս մարդուն որ լսեցի 5 րոպե հետո Փաշինյանը փախավ Կանադա։ Ես շատ փորձառու մարդ եմ, շատ լավ գիտեմ ինչպիսի քայլերով կարելի հասնել հաղթանակի։ Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով եւ հասնելու ենք հաղթանակի մեր ձևով։ Չի կարելի էմոցիաների տրվել, հասկանում եք, մեզ պրովոկացիայի են ենթարկում Փաշինյանը իր թիմակիցների հետ եւ իրեն աջակցող ուժերը։ Մենք հիմա ենթարկում ենք պրովոկացիայի եւ վերջանում ենք որպես քաղաքական ուժ։ Բայց մեր նպատակը դա չի, որ մենք մի օր ապացուցենք ինչքան հերոս ենք մենք, հաջորդ օրը ասենք էլ մենք կուսակցություն չունենք։ Ինչի համար։ Քայլ գնալու ենք առաջ,
ամեն քայլ ճիշտ գնահատելու ենք, մեր գլխավոր նպատակը նորից եմ կրկնում, Փաշինյանին հեռացնելն է եւ հասնել հաղթանակի, ինչը որ մենք կանենք, դուք կտեսնեք։ Ուղղակի պարոն Կարապետյան, մենք էլ դեժավյուի զգացում ունենք, հա, 21 թվին էս ամեն ինչը եղել է։ Մի քաղաքական ուժ ունեցել է մեծամասնություն, հայտարարել է, որ ես գնում եմ խորհրդարան, որ Նիկոլի կյանքը վերածեմ դժոխքի, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ իրանց հեռացնենք, մենք չենք սպասել, որ 5 տարի այս վիճակը շարունակվելու է։ Մանդատները վերցրեցին, գնացին մտան խորհրդարան եւ ոչինչ չարեցին։ Հիմա մենք մտավախություն ունենք, որ պատմությունը կրկնվում է։ Այդ 21 թվին ես չեմ եղել։ Դրա համար մենք խոսում ենք 25-26 թվից։ Դրա համար մենք գնալու ենք առաջ եւ կգա օրը մենք կունենանք հաջողություն եւ հաղթանակ։ Դրա համար ես չեմ ուզում համեմատենք ինչ որ թվականների հետ, ամեն մարդ իր ձևով պայքարել է, 21 թվին էլ են պայքարել, ես ձեզ բացատրեցին, դուք ախր ձեզ թվում է մենք պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի հետ եւ ՔՊ-ի հետ, չկա այդպիսի բան, սա մեխանիզմի դեմ ենք մենք պայքարում, ստեղծած մեխանիզմ, որը աշխատում է կոնկրետ մեր դեմ, կոնկրետ հայ ժողովրդի դեմ եւ կոնկրետ Հայաստանը կործանելու համար։ Դուք հավատացեք ինձ, այդ մեխանիզմի դեմ պայքարելը շատ դժվար է։ Շատ մեծ ջանքեր է պահանջվելու դրա համար։ Հիմա հրավիրում ենք համախմբման ընդդիմադիր ուժերին։ Դա կարող են լինել թե կուսակցությունները, թե այդ մտքի գիգանտները, թե բոլորը, ովքեր կգան ճիշտ խորհուրդ կտան, ուղիղ ետերում մեր ժողովրդին կապացուցեն, որ ճիշտ ճանապարհը սա է։ Հասկանում եք։ Դա իհարկե ամենահեշտը իմը ասեն Քոչարյանը 21 թվին ասավ չարեց, 26 թվին Կարապետյանը ասավ չարեց, բայց մենք անելու ենք ամեն ինչ, ինչ մեր հնարավորության սահմաններում է։ Մեր նպատակը օրինական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Դրա համար ես ասում եմ, հրավիրելու ենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Այս մարդուն հաջողվել է իր խապկանքներով բոլորին տրամադրել հայ ժողովրդի դեմ։ Հասկանում եք, սա է գլխավոր խնդիրը։ Դուք տեսնում եք, բոլորը աջակցում են Թուրանի գաղափարին, բոլորը աջակցում են Սյունիքը կիսելու գաղափարը։ Չկա մի ուժ, որ ասի, ես կանգնեցնելու եմ հայ ժողովրդի տապալումը։ Այս սրան մենք պետք է հասնենք։ Թող վաղը կանգնի մի ուժ, մի երկիր, ու ասի, որ ես թույլ չեմ տալու հայ ժողովրդի տապալումը, թույլ չեմ տալու առաջի քրիստոնեական երկրի ոչնչացումը։ Մենք չենք լսում։ Դրա համար մենք գնում ենք մեր ճանապարհով, որ լսեն բոլորը մեզ, որ այս իշխանությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Եվ նորից եմ ասում, մի անհանգստացեք, պայքարը շարունակվում է, գնալու ենք հաղթանակի, ուրիշ տարբերակ չունենք։